Ծառայություն զգաց։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, պետական պահպանության ծառայությունը ծառայության օրգանների վրա միջոցառմանը պատրաստ է, պետք է տեղակալ գնդապետ Հակոբյան։ Մեր հայրենի կազական քաղաքով ապրել է դարենար, յուր որդիկը արտկանչում է ազատական քաղաք Հայաստան, յուր որդիկը արտկանչում է ազատական քաղաք Հայաստան, այնտեղ մարմի է, մարդի անգամ պիտմերմի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզովի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզովի, եղբայր քեզ մի դրոշ զորիմ ձեռքով գործեցի, գիշերները ես քունչեղա արտասուքով լվացի, գիշերները ես քունչեղա արտասուքով լվացի, Հայաստան, թող պապավի թշնամուդեմ, թող միշտ պանծառ Հայաստան։ Պետական պահպանության ծառայության հարգելի պետ, ծառայության ղեկավար կազմի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա առիթով եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, անհատապես եւ նաեւ ծառայության ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը ձեր մատուցած եւ մատուցող ծառայությունների համար։ Հաճույքով պիտի արձանագրեմ, որ պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է։ Իհարկե, այս ընթացքում նաեւ կարգավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որ նույնպես էական է ծառայության զարգացման իմաստով պետական պահպանության ծառայությունը հիմա վարչապետին ենթակա մարմին է եւ նաեւ այն ինչի մասին մենք նախորդիվ խոսել ենք, քայլ-քայլ տեսնում ենք այդ փոփոխությունները եւ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից, որը օգտագործվում է պետական պահպանության ծառայության կողմից, իմիջայլոց հիմա նաև տոնական հագուստների փոփոխության մասին պետք է մտածենք, որովհետև հիմա պաշտպանության նախարարությունում այդ process-ը սկսել է, բայց պարտադիր չի եւ կարող է չլինել կապված պաշտպանության նախարարության նկատի ունեմ զինվորականների հագուստի հետ, բայց կարծում եմ նաև որ ժամանակն է, որ մենք անդրադառնանք նաև տոնական հագուստին եւ առաջիկա գոնե 2 տարում մենք այս խնդիրը փորձենք լուծել։ Իհարկե բնականաբար նաև ֆինանսավորումը ծառայության էականորեն ավելացել է։ Ուզում եմ ընդգծել, որ շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ եւ նաեւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողները իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ եւ ուրախ եմ, որ նաեւ մեր միջազգային համագործակցության շրջանակը էականորեն ընդլայնվել է, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ եւ լինել հաղորդակցության մեջ։ Իհարկե կարող են լինել նրբություններ, որոնց ուրիշ ծառայություններ չեն տիրապետում, մեր ծառայությունն է տիրապետում կամ հակառակը, եւ սա նորմալ process է, պետք է այդ հաղորդակցությունը շարունակաբար տեղի ունենա
Իհարկե մեզ համար շատ կարևոր է նաև, որ պետական պահպանության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքները լինեն պատշաճ մակարդակի վրա։ Նախորդ շրջանում մենք իհարկե որոշ փոփոխություններ այդ ուղղությամբ արել ենք, բայց բնականաբար չենք մտածում, թե այստեղ հասել ենք այն կետին, որտեղ աշխատանքը ավարտված ենք համարում, եւ առաջիկայում մենք այս խնդրին ուշադրություն կդարձնենք, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, գործիքը, որով մենք պետք է գործենք, կամավոր ատեստավորումը պետք է լինի եւ կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ եւ սա պետք է լինի շարունակական։ Իմիջիայլոց իմ պատկերացման պետք է այդտեղ չկա կետ, որ մենք արձանագրենք, որ վերջտեղ ենք հասել, էլ չի շարունակվել։ Ընդհակառակ այդ process-ը պետք է դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա, որ ինքը անընդհատ գործող մեխանիզմ լինի եւ որոշակի տարին մեկ անգամ արդեն նախորդիվ կամավոր ատեստավորում անցածը, այսինքն նախորդ մակարդակի կամավոր ատեստավորում անցած ծառայողը պետք է հնարավորություն ունենա նոր մակարդակի կամավոր ատեստավորում անցնել սրանից բխող արդյունքներից։ Իսկ նրանք, ովքեր նախկինում չեն անցել, էլի նրանք չեն անցել եւ շարունակում են ծառայությունը, նրանք էլ պետք է հնարավորություն ունենալ սկսել առաջին աստիճանից եւ նույն շրջափուլերով էլի նույն տեմպով, նույն շրջափուլերով կարողանան հնարավորություն ունենալ այդ գործիքից օգտվել։ Իհարկե նաև մեզ համար շատ կարևոր է, որ պետական պահպանության ծառայությունը նաև ինստիտուցիոնալ առումով զարգանա, որովհետև այն ակնհայտորեն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ Նախկինում այս ընկալումը այդքան էլ չի եղել, որովհետև ծառայությունը եղել է ազգային անվտանգության ծառայության կազմում եւ ինքնուրույն կարողությունների զարգացումը առանձնապես անհրաժեշտ չի համարվել, բայց ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաև ինքնուրույն որպես հատուկ ծառայություն սրանից բխող բոլոր հարցադրումներով եւ պատասխաններով անպայման պետք է զարգանա եւ նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններ են ենթադրում այս ամեն ինչը։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ նկատելի է ավելի մեծ թվով երիտասարդների ներկայությունը ծառայությունում, այս նշանակում է, որ այնուամենայնիվ գրավչությունը մեզ հաջողվել է ինչ-որ չափով բարձրացնել, բայց այս էլ է մի ուղղություն, որը մենք պետք է շարունակաբար զարգացնենք, որովհետև շատ կարևոր է, որ լավագույն փորձը եւ երիտասարդ կադրերը կարողանան մի տեղում լինել, որպեսզի ինստիտուցիոնալ հիշողությունը սերնդեսերունդ փոխանցվի եւ լավագույն փորձը զարգանա, իսկ այն ինչը այդքան էլ լավ չի, կամաց քայլ դուրս բերվի ծառայության տրամաբանությունից։ Կարծում եմ, որ նախորդող շրջանում ծառայության աշխատանքներին վերապահումներ մեծ հաշվով չկան, որովհետև իսկապես ծառայությունը իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով, բայց մյուս կողմից պետք է հասկանանք նաև, որ անթերի ոչ մի բան չկա եւ հետեւաբար մենք պետք է անդադ, եթե նույնիսկ մեզ հարցեր չեն տալիս կամ ձեզ հարցեր չեն տալիս, դուք ինքներդ պետք է այդ հարցերը ձեզ տաք, որովհետև դա է զարգացման տրամաբանությունը, հակառակ դեպքում իհարկե շատ կարևոր է արձանագրել ձեռքբերումը, որովհետև դա նաև էներգիա եւ ոգեշնչման աղբյուր է, բայց մյուս կողմից եթե նույնիսկ հարցեր չեն հնչում, ծառայությունը պետք է ինքը ի վիճակի լինի, ինքը իրեն հարցեր տալ, վերլուծել, թե ինչը կարելի է ավելի լավ անել կամ որոնք են թերությունները, բայց կարևոր է նաև ընդգծել, այո, որ մենք նախորդող շրջանում մեծ միջոցառում ենք հյուրընկալել, Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը էլի անցել է հարթ առանց որևէ նկատելի կամ տեսանելի խնդիրների, առջևում իմիջիայլոց եւս մեկ մեծ միջոցառում ունենք, կենսաբազմազանության կոպ 17 գագաթաժողովը, իհարկե այս բանը չեմ կարող ասել, թե բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը, որտեղ պետական պահպանության ծառայության ներգրավվածության աստիճանը ավելի անհրաժեշտ եւ տեսանելի կլինի, ինչպիսին կլինեն մասշտաբները, բայց կարծում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում արդեն պարզ կդառնա, թե ինչ խնդրի հետ գործ ունենք եւ նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի փորձը թույլ է տալիս որոշակի վստահություն ունենալ, որ մենք պատվով
նաև այդ խնդիրը կլուծենք։ Պետական պահպանության ծառայության հարգելի ծառայողներ, կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ ձեր մասնագիտական օրվա առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար։ Շնորհակալ եմ։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Պետական Պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով Արման Սուրենի Համբարձումյանին, բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող կապիտան։ Պարոն վարչապետ, կապիտան Համբարձումյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կարեն Նորայրի Հակոբյանին, կրտսեր տեսուչ, ենթասպա։ Պարոն վարչապետ, ենթասպա Հակոբյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Անձնվեր ծառայության համար Հայաստանի Հանրապետության Պետական Պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով Բագրատ Վոլոդիայի Մկրտչյանին, գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ։ Պարոն վարչապետ, փոխգնդապետ Մկրտչյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության։ Որ Վոլոդիայի Կարապետյանին, գումարտակի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ։ Պարոն վարչապետ, փոխգնդապետ Կարապետյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Արդյունավետ եւ բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության Պետական Պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել արժեքավոր նվերով Արմեն Սաշայի Սահակյանին, ավագ թիկնապահ վարորդ, մայոր։ Պարոն վարչապետ, մայոր Սահակյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Անուշավան Հուսիկի Գրիգորյանին, դասակի հրամանատար, լեյտենանտ։ Պարոն վարչապետ, լեյտենանտ Գրիգորյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։